Արարատյան խոհանոցն է եթերում, բարև ձեզ, հարգելի հեռուստադիտողներ, ուրախ եմ նորից հանդիպելու համար, շարունակում ենք ձեզ ներկայացնել ու տեսնել Արարատյան խոհանոցից հայկական աշխարհի ամենահամեղ, ամենաբազմազան եւ ամենաարևաբույր խոհանոցից։ Ինչպես տեսնում եք, այսօր մի քիչ անսովոր էսպես մի վիճակ է մեր տաղավարում եւ դա հենց այսօր կհետաքրքրի ձեզ նաեւ տեսնելու թե ինչպես կարելի է պատրաստել ուտեստներ ուղակի կրակարանի վրա։ Այդ գործում ինձ այսօր օգնելու է հայ խոհարարական ավանդույթների զարգացման եւ պահպանման հասարակական կազմակերպության անդամ Արատտա նորաբաց ռեստորանի ավագ խոհարար Արտավազդ Սարուխանյանը։ Ողջույն Արտավազդ։ Ողջույն ընկեր։ Ինչպես ես։ Շնորհակալություն։ Ինչպես ես։ Շնորհակալություն, լավ, ես էլ ողջունում եմ մեր հեռուստադիտողներին, ողջունում եմ բոլոր հեռուստադիտողներին, ցանկանում եմ բարի ախորժակ այդ ամենասկզբից։ Բայց չիմանան ինչ պիտի պատրաստեն, որ ինչ պիտի պատրաստես, որ տեսնեն վերցնելու են այդ բաղադրատոմսը թե չէ։ Ինչ ենք պատրաստել։ Պատրաստելու ենք կերակրատեսակ գառան հաստ կողով, ժողովրդական լեզվով ասած չալաղաճը։ Այո։ Խորովելու ենք կրակի վրա եւ պատրաստելու ենք նրա համար խավարտ, որը կոչվում է մշոշ։ Եվ երկուսով երևի թե կանվանենք այդ կերակրատեսակը մի անվանումով։ Գնացինք, ինչից պիտի սկսենք եւ ինչ ես վստահելու ինձ։ Ես մսոս զբաղվում եմ գերմանիայում։ Դուք ես գիտեմ որ լավ մշոշ եք պատրաստում։ Դուք մշոշով զբաղվում եք։ Մսի համար ես վերցրել եմ գառան հաստկողը, այսպես բացել եմ նրան։ Հիմա մի փոքր խոշորաղ ավելացնեմ։ Բայց պիտի նորից հիշեցնենք, թե ինչ ասել է մշոշ։ Մշոշը մեր հնագույն ուտեստներից է, շատ ավելի պահքի ժամանակաշրջանի եւ բաղադրությունը հետեւյալն է՝ խաշված ոսպ, ծիրանաչիր, սև սալորաչիր, օգտագործելու ենք նաեւ աշտարակ սոուս, այսինքն սխտորեն կույս եւ մի քիչ քացախ, կօգտագործենք նաեւ հոտավետ պղպեղ եւ խոշոր կծու պղպեղ։ Վերջում կհամեմենք նաեւ թարմ սամիթով։ Ճիշտ ասեցի։ Լավ։ Իսկ ինչ արեցի դու։ Ես սալորաչիր դրեցի մեր հաստկողի մեջ եւ հիմա խորովեմ։ Հենց այդպես խորովելու ես։ Հենց այսպես խորովելու։ Պիտի մեր հեռուստադիտողներին բացատրենք կամ տեղեկացնենք, որ բոլոր ուտեստները, ինչպես ես սկզբում նշեցի, պատրաստելու են կրակարանի վրա, ժողովրդական լեզվով ասած մաղալի վրա։ Ես հատուկ եմ ընտրել այդ ջերմային մշակումը գերմանուհին, որ համարում եմ նրան առողջ ջերմային մշակում։ Ջերմային մշակման եղանակ, այո։ Կրակը մեզ մոտ արդեն պատրաստ է։ Տեղադրում եմ միսը։ Այսպես։ Եվ հիմա մի հատ տապակել դնենք կրակի վրա։ Այո։ Եվ պատրաստենք խավարտը։ Եվ պատրաստենք խավարտը, այո։ Ձեթը կփոխանցեք ընկեր Մամուլյան։ Այո, այս process-ը պիտի նայել։ Չրերը արդեն փորձեմ տապակելը։ Ահա։ Եվ ինչու այդպես քիչ։ Ես չեմ սիրում շատ ձեթ օգտագործել, չեմ կարծում որ ձեթը շատ համ կտա մեր կերակրատեսակին, դրական համ կտա։ Այո։ Չրերը տապակեմ։ Բնական ճուգունից տապակներ։ Այո։ Յուրահատուկ, ապրեստու։ Բոլորը բնական եմ ընտրել։ Մեր ոսպը արդեն ես նախորոք խաշել ես։ Այո, խաշել եմ։ Թեթևակի տապակեցիր չրերը։ Այո, թեթևակի եմ տապակում ինչի համար, քանի որ վիտամիններով հարուստ են, իսկ ջերմային մշակման ժամանակ, երկար ջերմային մշակման ժամանակ վիտամինների մասին խոս գնալ էլ չի կարող։ Լավ։ Եթե թույլ կտաս, ես սամիթ պատրաստեմ։ Ես ավելացնեմ աշտարակ սոուս արդեն, լավ։ Նորից կարող ենք մենք
Հիշեցնել աշտարակ սոուսի բաղադրությունը սխտոր ընկույզ կացախ ձետ Աղասար։ Այո։ Եվ շատ ու շատ սեր բոլորիս համար։ Արտավազ ջան, ինչ ափսեում պիտի մատուցենք։ Ափսեն ընտրել եմ բավականին մեծ ափսեն։ Մատուցենք այս ափսեով։ Այսինքն մենք այն կարծիքը, որ գործիքների այդ ընտրությունը կարևոր է, բոլորս ընդունում ենք, բայց կարող ենք միջերմային մշակման բավականին շատ ուտեստներ պատրաստել։ Այ մենք գրականան ասալուց հետո պատկերացնում ենք ուղակի շշերի վրա շարված կամ միս կամ բանջարեղեն կամ նաև միրգ։ Ես ուղղակի ընտրել եմ գազօջախ եւ սալօջախի տեղը, ընտրել եմ գրականանը։ Ընդամենը այսքան բան եւ բավականին հեշտ է ստացվում, բավականին համեղ է ստացվում։ Եվ արձագանքները Եվ իդեպ ամենակարևորն էս մեկը բավականին մատչելի է ստացվում։ հա, գազի եւ հոսանքի գների հետ համատած։ Չնայած ասում են խոհարար չզբաղվել պոլիտիկայով, Դա պոլիտիկա չի, դա տնտեսություն է, ով չգիտի, որ մենք բոլորս մեզ համար շատ դժվար է։ ես մի փոքր նաեւ ցիտրոն ավելացնեմ մեր Շատ լավ։ մշոշին։ Այսպես Առանց այսպես բռնիչների տապակը, փաստորեն բռնիչներն առանձին։ Դու այս տապակի մասին ինչ ես ասել։ դուք այստեղ չեք ընկեր մամուլյան։ Ուղղակի ես մեր հերոստատիտողներին նաև հուշեմ, որ այո ուտեստներ են ծնվում մարդուց, մարդն է պատրաստում, խոհարարն է պատրաստում ուտեստներ։ Վերջը այն ուտեստները նույնիսկ որոնք որ մենք գիտենք հազարամյակներով այդ ավանդական ուտեստները մարդն է ստեղծել, լինի դա մեր մայրը, տատիկը կամ ուղղակի խոհարարը։ Եվ այստեղ զարմանալի ոչինչ չկա, բայց հետագայում նաև ուտեստը ձեռք է բերել անվանումը։ Հիմա այս ուտեստը ստեղծվել է մշոշի եւ գառան այդ կտորի հետ միասին, հետագայում նաև կձևավորվի, կստանա իր անվանումը։ Մենք այսօր չաշխատենք, որ անմիջապես այսպես կնքենք, կնունքը հետաձգենք մի քիչ հետո։ Լավ, երբ որ փորձենք վերջացնենք, դա էլ է շատ կարևոր։ Պատրաստ է մշոշը, որ այս պարագայում պիտի ծառայի որպես խավարդ։ Հոտավետ պղպեղը։ Հոտավետ պղպեղը ես կրկին ընտրել եմ տարբերակը բնական եւ թարմը աղացած վիճակում։ Թարմ աղացած վիճակում։ Ունենք նաեւ այս տարբերակը Բնական։ եւ կարծում եմ մի երկու հատիկ մեր ափսեի վրա մենք կդնենք այդ կծու կարմիր չորացած պղպեղն էլ վերջում կրկին կավելացնենք։ Հիմա դասավորենք մեր ափսեի Կենտրոնում համարյա կենտրոնը մի քիչ դեպի եզր, դեպի հյուսիս արևելք։ Այսինքն մեզ մոտ արդեն անունն է կամած ծնվում սարի տեսքով։ Դու մինչ կտեղադրես մշոշը կամ խավարտը, ես նորից այն հերոստատիտողների համար, ովքեր ուշ միացան մեզ, նշեմ, թե ինչպես պատրաստեցինք մշոշը։ Նախորդ քաշված ոսպ ունենք արդեն, թեթևակի ձեթով տապակեցինք ծիրանաչիրը եւ սալորաչիրը, այնուհետև միացրեցինք ոսպը, ավելացրինք մի քիչ աշտարակ սոուս, սխտոր ընկույզ, քացախ եւ ձեթ, այդ սոուսը արդեն ձեզ հայտնի է, եւ շատ թեթևակի տապակելուց հետո արդեն ուտեստը պատրաստ է։ Իդեպ ես միտումնավոր այս ոսկորները չփագեցի այդ փայլաթիթեղով, որպեսզի հենց սևը ընդգծեմ այստեղ։ Մի փոքր կանաչի այս կողմից։ Մեր սարի ստորոտում Եվ վերցնենք մի փոքր սոուս։ որ սոուսն է սա։ Սա հապալասի սոուս է։ Հապալասի սոուս, շատ լավ։
Կծու պղպեղը։ 2 հատ հոտավետ պղպեղ։ Ասեմ ինչի եմ սենց անում, որովհետև ես այն կարծիքին եմ, որ կերակրատեսակը ոչ թե ինչ-որ պետք է վարդերով կամ չգիտեմ ինչերով զարդարել, գազարից, բազուկից։ Այն ինչը որ օգտագործում ենք մեր կերակրատեսակի մեջ, դրանով թեթև աշկին հետաքրքիր տեսք տալով այդ ձևի զարդարենք։ Եվ միգուցե այստեղ ինչ-որ ամբողջական կանաչի դնենք, ընկեր Մամուլյան։ Դնենք ասպրամը։ Ասպրամ, այո։ Այդ կարելի է այս փոքրը վերցնեմ։ Շատ լավ, շատ լավ։ Արտավազդ ջան, ապրես դու, ես ուզում եմ ինքդ եւ ներկայացնես եւ եթե որևէ խորհուրդ ունես կամ ցանկություն մեր հեռուստադիտողներին, խնդրեմ կարող ես։ Կերակրատեսակը պատրաստ է, գարան հաստկող, մեր լեզվով այդպես ասած չալաղաջ, խավարտը ընտրել ենք մշոշը, զարդարել ենք կտրատած սամիթով, ունենք կծու պղպեղ, ով եթե ցանկանում է հենց այսպես կարող է ճաշակել, ով կծու չի ցանկանում ճաշակել, կարող է դնել մի կողմի վրա։ Ասպրամ եւ հապալասի սոս։ Իդեպ հապալասի սոսը ասում են լավ աչքերին է օգտակար, այո, հապալասը։ Որտեղից կարող են գտնել, շուկաներում կա հապալասը։ Միանշանակ։ Շատ լավ։ Հարգելի հեռուստադիտողներ, մինչ ավարտել ուզում եմ ձեր անունից եւս մեկ անգամ եւ շնորհավորել Արտավազդին եւ շնորհակալություն հայտնել։ Ինչի շնորհավորել, որովհետեւ սա խոհարարության մեջ, գոնե մեր ազգային խոհանոցի մեջ կարող ենք համարել նորարարության մի ինչ-որ փորձ, որ մեր ուտեստները, ավանդական ուտեստները պատրաստենք բացառապես կրակարանի վրա։ Շնորհակալություն Արտավազդ, ապրես դու շարունակել այդպես ստեղծագործել, կարծում եմ դրանից կօգտվենք նաեւ մեկ։ Բարեկամներ, այսքանն էինք պատրաստել այսօրվա համար, ինձ մնում է եւս մեկ անգամ շնորհակալություն հայտնել ձեզ, նաեւ լինենք առողջ եւ երջանիկ, ազգ սիրենք ու հայրենիք, եւս մի քիչ եւ ամեն ինչ լավ է լինելու։ Ստեսյուն բարեկամ։ Գարան հաստկող 2 հատ, սալորաչիր 50 գրամ, աղ, բարեախորշակ, հորոված գարան հաստկող մշոշով, մշոշ, ոսպ 100 գրամ, սալորաչիր 50 գրամ, ծիրանաչիր 50 գրամ, աշտարակ սոուս, սամիտ, հոտավետ և կծու պղպեղ։